Իրանի զինված ուժերի Խաթամ Ալ-Անբիա ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներին ի պատասխան իրանական բանակը հարձակվել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան մի քանի բազաների և ամերիկյան շահերին առնչվող 21 օբյեկտի վրա, հաղորդում է Press TV-ն։ ԱՄՆ բանակը պետք է իմանա, որ եթե կրկնի ցանկացած ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա տարածաշրջանում ընտրված թիրախների ուղղությամբ կհասցվեն ավելի լուրջ և լայնածավալ հարվածներ, ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ, երբ Հորմուզի նեղուցում խոցվել է Ապաչե ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Ինչպես հաղորդում է CENTCOM-ը, գործողության ընթացքում Հորմուզի նեղուցի մոտակայքում խոցվել են իրանական ՀՕՊ օբյեկտներ, ցամաքային կառավարման կայաններ և դիտարկման ռադարային համակարգեր։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Օմանի ափերի մոտ կործանված ամերիկյան Ապաչե AH-64 ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից և նահանգները պարտավոր են պատասխանել։ Ավելի ուշ CENTCOM-ը հայտնել էր Իրանին պատասխան հարվածներ հասցնելու մասին։ Երեկ երեկոյան Իրանը մի քանի հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ որսացել է Իրանից արձակված բոլոր հրթիռները։ Իրանի զինված ուժերը հայտարարել է, որ եթե Իսրայելն ընդլայնի հարձակումները Լիբանանի վրա կամ պատասխանի Իրանի գործողություններին, ապա ավելի կործանարար հարվածներ կստանա։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային մեկնաբանելով Իսրայելին հասցված հրթիռային հարվածները, հայտարարել է, որ Իրանը բազմիցս զգուշացրել է, որ չի հանդուրժի հրադադարի խախտումները և Լիբանանի վրա հարձակումները։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Իրանին, այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հարձակման թիրախ են դարձել Իսլամական Հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտները։ Ախարին Խաբարի հաղորդմամբ պայթյուններ են որոտացել Թեհրանում, Սպահանում և Թավրիզում։ Մինչ այդ երեկ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել հրեական պետության հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Դա տեղի է ունեցել, երբ Իսրայելն ավելի վաղ հարվածել էր Բեյրութի ծայրամասում գտնվող Հեզբոլլահի օբյեկտին։